2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով Գավառ քաղաքում հիմնանորոգվում են գրեթե անանցանելի դարձած Պետրովի և Միքայելյան փողոցները։ Այստեղ երթևեկությունը դժվարացել էր նույնիսկ հետիոտների համար, իսկ վարորդները ճանապարհներից օգտվում էին ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Երկու փողոցում էլ բարեկարգման աշխատանքներ երբևէ չեն իրականացվել։ Ստեմ բալոդներին, մարդիկ գալու ավտոներով, ավտոն անքում էր 5 անրիշնին, ավտոն խոդին 70 տարի մենք ստեն ասֆալտ չինք տեսել։ Պետրովի փողոցում հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են։ 10,500 քառակուսի մետր տարածք ընդգրկող փողոցի ասֆալտապատումն ու հարակից ենթակառուցվածքների բարեկարգումն արժեցել է 229 միլիոն դրամ, որը հավասար մասնաբաժնով հատկացրել են կառավարությունն ու համայնքը։ Իրականացվել է ներքին ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ 170 գծամետր երկարությամբ եւ արտաքին ջրահեռացման համակարգ 130 գծամետր երկարությամբ B220 վակերի միջոցով եւ 50-60 չափի փակ վակերի միջոցով։ Նաև տեղադրվել է 1400 գծամետր երկարությամբ բազալտե եզրաքարեր եւ սալիկապատվել է շուրջ 2200 մետր քառակուսի մակերեսով մայթերը։ Նույն ծրագրով գաբյոնապատվում է Գավառագետի Պետրովի փողոցով անցնող հատվածի հունը շուրջ 160 գծամետր երկարությամբ, իսկ Միքայելյան փողոցում շինաշխատանքները կատարված են մոտ 40%-ով։ 1440 գծամետր երկարությամբ փողոցի հիմնանորոգման համար կառավարությունն ու համայնքը դարձյալ համատեղ հատկացրել են 435 միլիոն դրամ։ Նախատեսված է կառուցել 2400 գծամետր բազալտե եզրաքարեր, ինչպես նաև սալիկապատել մայթերը 4400 մետր քառակուսի ծավալով։ Իրականացվում է ներքին ջրահեռացման համակարգի կառուցում 1300 գծամետր երկարությամբ եւ ճանապարհի պատվազքը, որը բաղկացած է 15 սանտիմետր հաստությամբ խճային հիմքից բիտումի ներծծումով եւ 5 սանտիմետր ասֆալտ-բետոնածածկ իրականացում։ Ամրացման աշխատանքները կատարում թվով 1 կամրջի Իրանի եւ Հենարանների հատվածում։ Սուբվենցիոն այս ծրագրով արդեն ասֆալտապատվել են նաև Միքայելյան փողոցի 16, 18, 20 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը։ Անահիտ Կարեյան, լուրերի համար։